խնդրեմ ապաստրի ծավալ հետ կապված։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հունվարի 22-ին կայացավ սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել ապացույցների ցանկը, ըստ որի մեղադրյալները տարբեր ժամանակահատվածներում եղել են փոխադարձ եւ համակարգված կապի մեջ, ունեցել զանազան զրույցներ։ Այս գործը ամբողջության մեջ երկու կարևոր բացական ունի։ Չունի փորձաքննություն, չկա, գոյություն չունի ձեռագրաբանական որևէ քննություն, չլսված բանը սա գործ բերել դատարան առանց քննության, չլսված բանը համաշխարհային պատմության մեջ երևի, չգիտեմ, երկրորդ դեպքը կա թե ոչ։ Մարդիկ հայտարարություններ են անում, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի ղեկավարը, անում են հայտարարություններ այս գործից բխած հատորի մասին էջերով մեղադրող կողմը ներկայացրեց, որոնք որևէ քննության ենթակա չեն։ Դուք ինչպես եք ուզում, որ հիմա ես, օրինակ, անկախ նրանից, թե ինչ են ձայնագրել կամ չձայնագրել եւ այլն, ասենք ես ընդունեմ, որ այդ գործը ամբողջությամբ ճիշտ է։ Հանրային մեղադրողներն անդրադարձան խուզարկությունների արդյունքում հայտնաբերված առարկաներին, փաստաթղթերին եւ դրանց զննության վերաբերյալ կազմված արձանագրություններին։ Ըստ պաշտպանական կողմի չկա որևէ իրեղեն ապացույց, որը կհաստատեր, որ մեղադրողների թվարկած նյութերը օգտագործվելու էին ահաբեկչության կամ որևէ ապօրինի գործողություն իրականացնելու համար։ Մենք ոչ մի բան չենք արել, բայց ահաբեկիչ ենք, բայց իրական ահաբեկիչները դրսում են։ Ովքեր որ իմ երկիրը մաս կտոր հանձնեցին եւ հանձնելով գնում են։ Ես ոչ մի բան չեմ արել, ինձ ասում են ահաբեկիչ եւ մեր ընկերներին։ Հիմա մի հատ հարց, եթե ես սուտ խոսամ դատարանում, ինձ դրա համար պատիժ հասնում է, թե չէ։ Հասնում է։ Այո։ Բա մեր հանրային մեղադրողները ինձ առաջ օրը մեղադրում են, որ ես ունեմ զրատեխնիկա, պայսներ, ես ինչ ամեն ինչ ունեի։ Հիմա այդ մարդիկ, որ սուտ առաջ օրը դատարանում իմ դեմ ցուցմունք են տվել, իմ դեմ մեղք են մեղադրել են ինձ, դրա համար այդ մարդիկ չեն պատժվելու։ Արա Ռոստոմյանը եւ մյուս մեղադրյալները ընդգծեցին, որ դատախազները, խախտելով անմեղության կանխավարկածը, իրենց ահաբեկիչ են անվանում, չունենալով որևէ փաստ, որը փորձաքննությամբ կհաստատեր մեղադրանքը։ Այսինքն ներքին համոզմամբ մեզ ասում են ահաբեկիչ, առանց փաստական չկա գրած, դրանց ներքին համոզմամբ։ Եվ մի բան է կհուշեմ իրավապահ մարմիններին, նախաքննական մարմնին, որ երբ որ մտել են տները խուզարկել են, վստահ եմ, որ գյուղական բնակավայրեր են գնաց, այնտեղ են խուզարկել, գոմերել են խուզարկել, գոնե երկու տուկ այդ խոտերից վերցնեին, բերեն այստեղ իրեղեն ապացույց ասեն, այս են խոտերն են, որտեղ որ լցեինք այդ բան թունելներու վառեին։ Գոնե դենանք այդ իրեղեն ապացույցը։ Նիստի ընթացքում մեղադրյալներն ու պաշտպաններն իրենց դիրքորոշումը հայտնեցին ներկայացված ապացույցների վերաբերյալ։ Այս խմբի կազմում բոլոր մեղադրյալների նկատմամբ։ Այս փուլում էլի մենք հերթական անգամ տեսնում ենք, որ այս ապօրինի մեղադրանքի համար չեն կարող մարդիկ պատասխան տան, որտեղ շատ բարձ հարց ենք տալիս։ Ասում ենք եկել է դատավարության այն փուլը, որտեղ պետք է ասեք, որ ապացույցներն եք բերելով, որ այս մարդկանց մեղադրում եք ահաբեկչության ու այլ հանցանքների մեջ, չենք ասում բովանդակություն ասեք, չենք ասում այս պահին ապացույցեք, ուղղակի տեղ ասեք։ Այդ որտեղ է այդ ապացույցը, որով էս ինչ կամ այն ինչ հանգամանքը հաստատվում է։ Եվ արձագանքներից է տեսնում եք, որ ամեն կերպ խուսափում են այդ դետալացումը տան, որովհետև դա տալու պարագայում ակնհայտ է դառնալու, որ փուչի կա ամեն ինչը։ Սրբազան պայքարի գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 29-ին ժամը 15:30-ին։ Հիշեցնենք, այս գործով մեղադրյալները 18-ն են, նրանց մեղադրում են Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչություն եւ իշխանությունը զավթելու գործողություններ պլանավորելու մեջ։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։